Արշակ Սրբազանի քեռակնոջը եւս հարցաքննել են կուսակրոն հոգևորականին վերագրվող ինտիմ տեսանյութերի աղմկոտ գործով։ Տհաճ է ինձ համար այս հարցադրումներին պատասխանելը, բայց ես այո կանչվել է եւ Սրբազանի խոսքով իր քեռակինն էլ քննիչներին նույնն է ասել։ Կեղծիք է տեսանյութի բովանդակությունը հեճուրանք։ Ոչ ոք չկա, որ ասի այո, սա արել ենք, սա իրական է եւ այլ եւ այլ։ Մայրաթորի դիվանապետը պնդում է իր կյանքում չունի արած բաներ, որոնց համար ամաչի։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Նա նաև կասկածի տակ է դնում տեսանյութերի մեկ օրում արված փորձաքննության արդյունքը, որն անմիջապես փոխանցվել է եպիսկոպոսներից մեկին։ Միջազգային փորձաքննության է դիմելու, որ ապացուցի այդ տեսանյութերի բովանդակությունն իր հետ կապ չունի։ Ինչ որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին։ Ենթադրվում է, որ սկանդալային տեսանյութերը որպես կոմպրոմատ են փորձել օգտագործել Արշակ Սրբազանի դեմ։ Արքեպիսկոպոսը հաստատում է աղմկոտ տեսագրության հանրայնացումից առաջ ԱԱԾ-ականները 2 անգամ հանդիպել են իր հետ։ Ինձ չեն կանչել, եւ կանչելը հեռախոսով չի լինում։ Ծանուցագիր չի եղել, որ ես գնամ ներկայանամ։ Բարձ հանդիպում է եղել, որը կարող է լինել ինչպես Էջմիածնում, այնպես եւ Երևանում։ Եղել է հանդիպումը ոչ իմ նախաձեռնությամբ։ Այդ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ իմ մոտեցումները, իմ տեսլականը, իմ գաղափարները, իմ դերքորոշումները, իրենք արտահայտել են իրենց մտահոգությունները։ Արշակ Սրբազանը ակնարկում է, որ իրենց ստիպել են դուրս գալ վեհափարի դեմ, միանալ նրա դեմ արշավին։ Սակայն նրա խոսքով ինքն այն մարդը չէ, որին սպառնալիքով ստիպեն անել մի բան, որը դեմ է իր համոզմունքներին։ Ինձ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Ինձ հետ զրույց է եղել, ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները, եւ մենք ինչպես, այսինքն չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ ես արել եմ այն, ինչին հավատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից հետո եւ անելու եմ նաեւ սրանից հետո։ Մայրաթորի դիվանապետի համոզմամբ ինքը թիրախավորվում է Հայաստանի քաղաքական իշխանությանը կոշտ քննադատելու համար։ Եթե զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէի արժանանա, կարծում է Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների քայլերի հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում, հարևանների բարյացակամությունը շահելու համար իրենց կողմից կարված զգեստներին հարմարվելու այսպես մարդահաճո մոտեցում։ Այդ իրական Հայաստան այսպես կոչված կոնցեպտը հենց դրա մասին է, ապավինելով։ Արշակ Սրբազանը հիշեցնում է, որ ինքն անձամբ է դիմել վեհափարին, որ Մայրաթորում հանձնաժողով ձևավորվի, քննելու իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի արժանահավատությունը։ Այդ հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել եմ ես։ Իրեն Մայրաթորից հեռացնել պահանջող 10 եպիսկոպոսներին դավաճան է համարում Սրբազանը։ Այն ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթակույց քայլ։ Հակակաթողիկոսական արշավին միացած տասնյակի կաթողիկոսի նոր ընտրություն անցկացնելու պահանջն էլ ըստ Սրբազանի անիրական է։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Արշակ Սրբազանը նաև հռետորական հարց է տալիս։ Արդյոք Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր հոգևորականների ինտիմ կյանքն է կամ կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալը։ Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները եւ եկեղեցականների ենթադրյալ երեխաներն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամուր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի կդառնան, կվերանա հանրային պառակտվածությունը։ Լանա Ամբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։